մի գնա Թե սիրում ես մի գնա Հեռանալը միշտ էլ կա Բայց վերադարձի ճամփա Ցավոք չկա Հասել էր արդեն հայ սուպերստարի ֆինալ Բայց նորից չհաղթեց Մինաս ջան Ինչն է քեզ այդքան բաժանում հաղթանակից Խանգարեց ազգային խտրականությունը Ինչպիսին էր մթնոլորտը կուլիսներում Մինչև վերջին րոպեն այդ մասնակիցները ավելի շատ ուրախացել են նրանից, որ ես պարտվել եմ։ Գյումրեցի ջենտլմեն, հա։ Թե խամհակնից, թե զարհակնից, կուշինից խում աշնազանի, են դու համար կուտից նողը, ասում Ողջույն, թիվ թվաբանության այսօրվա հյուրը շատ ուժեղ մրցակից է, որովհետև բազմաթիվ մրցույթների է մասնակցել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Հիմա ինքն էլ թող պատմի թե այդ ինչ մրցույթների է մասնակցել ու ինչն է նրան միշտ բաժանում հաղթանակից։ Մինաս, որը օրեր առաջ հասել էր արդեն հայ սուպերստարի ֆինալ, բայց նորից չհաղթեց Մինաս ջան։ Ինչն է քեզ այդքան բաժանում հաղթանակից։ Ողջունում եմ բոլորին։ Շնորհակալություն հրավերքի համար։ Իրականում մրցույթները եղել են բազմաթիվ տարբեր երկրներում, տարբեր հարթակներում, Բելարուսի X Factor-ի ֆինալիստ եմ եղել, որտեղ խանգարեց ազգային խտրականությունը, որի մասին երևի այդքան շատ չխոսամ, որովհետև արդեն խոսենք։ Կխոսենք, կհասնենք դրան հերթով։ Լավ։ Հայ սուպերստարի 6-րդ եթերաշրջանին որոշեցի մասնակցել միայն հաղթանակի ակնկալիքով, բայց հասկանալով, որ Սա այնպիսի ֆորմատի մրցույթ է, որտեղ կարող է լինել ամեն ինչ, այսինքն այն ամենը ինչ որ կախված էր ինձանից ես արել եմ ու դժգոհ չեմ իմ կատարած աշխատանքից, մնացած արդեն մեր հեռուստադիտողի որոշումներ, հաղթեց Արեգը, իմ լավ ընկերը, ես շատ ուրախ եմ։ Կարևորը մրցույթում մարդ մնալն է իրականում, որովհետև ամեն ինչ առնցողիկ է, մարդկային հարաբերությունները մնայուն։ Այս բոլոր հարաբերությունների, նաև քեզ հաղթանակից բաժանող ֆակտորների մասին դեռ կխոսենք։ 963 հաճախականությամբ ռոբոտիկն է մեզ հետ տաղավարում, պատրաստ ես։ Ես մաթեմատիկայից շատ վատ եմ, բայց եկեք։ Լսենք։ Մեծ երաժշտական մրցույթների հաղթողների քանի տոկոսն է ունենում կայուն երկարաժամկետ հաջողություն։ Սովորաբար կյանքը գոնե Հայաստանում ցույց է տվել, որ մրցույթների հաղթողների կենսագրությունը կարիերայի իմաստով ավելի կարճ է տևում, քան նրանց, ովքեր ժամանակի ընթացքում լքում են մրցույթը։ Դարձել է օրինաչափություն, որ հաղթողները արագ կորչում են, իսկ մրցույթից դուրս մնացած մասնակիցները ատամներով բռնած իրենց կարիերան մինչև վերջ գնում են եւ ավելի մեծ հայտնիություն են ձեռք բերում։ Եթե վերցնենք Հայաստանի նախագծերը, երևի կհիշեմ միայն Սոնա Ռուբենյանին, ով որ հաղթել է հայ սուպերստար 5 նախագիծը եւ մնացել է, եւ երևի Սևակ Ամրոյանին, ով որ ժողովրդական երգիչ նախագծի հաղթող է ճանաչվել։ Մնացած բոլոր մասնակիցները, ովքեր հաղթել են, այս պայդրությամբ կամ ուրիշ մասնագիտություն ունեն կամ ընդհանրապես ասպարեզում չկան, իսկ մասնակիցները, ովքեր դուրս են մնացել մինչև եզրափակիչը, օրինակ Իվետա Մուկուչյանը, Լիլիթ Հովհաննիսյանը եւ այլն, մինչ այսօր Հայաստանի համար առաջին դեմքերից։ Հիմա պիտի տոկոս գրենք, բայց ինձ չասես, որովհետեւ մենք մրցում ենք։ Պատտենք։ 3% Մինասի կարծիքով, Մինաս, ես մեծ թիվ եմ գրել, 42% է իմ կարծիքով, հիմա փորձենք լսել ճիշտ պատասխանը տեսնենք։ Ըստ համաշխարհային վիճակագրության, հաղթողների միայն 17%-ն է ունենում հաջող կարիերա։ Դու մոտ էիր։ Մոտ եմ, հա։ Եվ դու ստանում ես քո առաջին միավորը, այսպիսով մեկ քայլ մոտենում ես հաղթանակին։ Արի հիմա խոսենք մի քիչ կուլիսային տրամադրությունների մասին, այնինչ բեմում կատարվել է, բոլորս տեսել ենք։ Ինչպիսին էր մթնոլորտը կուլիսներում։ Իրականում բոլորս հասկանում ենք, որ դա մրցույթ է եւ մրցակցությունը դա նորմալ է, adekvat է։ Ինչը վերաբերվում է մեզ երեքիս, ովքեր եզրափակում են, ես, Մարիամը եւ Արեգը, մենք միշտ ամենաառաջին փուլից սկսած եղել ենք միասին, ընկերներ ենք դարձել ու մեզ մոտ մրցակցություն չի զգացվել ընդհանրապես, անգամ վերջերս ես արեցի post, հրապարակում իմ Facebook-յան էջում, որտեղ ասացի, որ մենք բեմը չենք կիսել, չենք եղել մրցակիցներ, մենք հասել ենք եզրագից, մինչև լավ ընկերներ
լինելով, այո։ Իհարկե կան մասնակիցներ, որոնց հետ մեր հարաբերությունները այդքան էլ հաջող չեն եղել եւ մինչեւ վերջին րոպեն այդ մասնակիցները ավելի շատ ուրախացել են նրանից, որ ես պարտվել եմ։ Անուններ կտաս։ Չէ, երևի անուններ չտամ, որովհետեւ դա ճիշտ չի ինձ թվում է, բայց դա էլ է նորմալ, որովհետեւ ես ինչպես արդեն ասացի, բազում մրցույթների եմ մասնակցել ու բախվել եմ նման երևույթների։ Չեմ կարող մեղադրել, համենայն դեպս այսպես ասեմ, իմ կողմից նման ինչ-որ վատ վերաբերմունք ինչ-որ մեկի հանդեպ չի եղել, ես զգացել եմ իմ նկատմամբ այդ վերաբերմունքը։ Կոնֆլիկտային իրավիճակներ եղել են այդ մարդկանց հետ։ Դա։ Այո, միանշանակ եղել են կոնֆլիկտային իրավիճակներ, բայց մենք արդեն երբ որ դուրս էինք գալիս բեմ, հասկանալով, որ հանդիսատեսը չպետք է տեսնի, որովհետև դա մեր անձնական հարցերն են, մենք ընդհանրապես ցույց չենք տալիս, որ մեր մեջ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակներ են եղել։ Ժյուրին քեզ մշտապես գովում էր, բայց եղել են սթափեցնող քննադատական խոսքեր, որոնցից հետո իսկապես մի պահ կանգ ես առել, մտածել ես փոխեմ ինչ-որ բան, որպեսզի շարունակեմ։ Իրականում անգամ գովեստի խոսքեր լսելուց հետո ես իմ ելույթները վերանայում էի, որպեսզի ավելի լավ ներկայանամ հաջորդ անգամ։ Կուլիսներում արդեն ժյուրի անդամների հետ խոսելիս, չգիտեմ ինչքանով բոլոր մասնակիցները այդպես արել են թե չէ, բայց ես մոտենում էի բոլորին ու հարցնում էի, միթե կա ինչ-որ, չգիտեմ, մասնիկներ, ինչ-որ բաներ, որոնց մասին դուք չխոսեցիք եթերով, բայց կուզենայի անդրադառնալ հիմա, որովհետև դա ինձ համար շատ կարևոր է, որպեսզի աշխատեմ իմ սխալների վրա, որովհետև ես այությամբ շատ այսպես ինքնակնդատ մարդ եմ։ Ժյուրիի որ անդամից ավելի շատ բան սովորեցիր եւ ով էր մինչեւ վերջ կողքիդ կանգնած նաեւ հոգեպես։ Չնայած նրան, որ Անդրեն աշխատանքի բերումով լքեց ոչ թե լքեց նախագիծը, այլևս չէր աշխատում։ Այլևս չէր աշխատում որպես երաժշտական պրոդյուսեր նախագծի։ Չնայած դրան, այդ փաստին ես միշտ ստացել եմ արձագանք իմ ելույթներից հետո ու երևի թե ավելի շատ խորհրդի կարիք զգացել եմ հենց Անդրեից։ Կառանձնացնեմ իրեն, երևս։ Շատ լավ։ Իսկ ինչպես ես վերաբերվում քննադատություններին, որոնք գրում են հեռուստադիտողները մեկնաբանությունների տեսքով, որովհետև քեզ մեղադրում են արտերկրից գալու, մեծ ֆինանսներ ունենալու եւ այդպիսով առաջ գնալու մեջ։ Որտեղից եք բերել այդ ինֆորմացիան։ Իրականում այնքան զվարճալի է այդ ամեն ինչը կարդալ, որովհետև ես սովորական մարդ եմ, ով որ այսպես ասած 18 տարեկանից սկսած, երբ որ ավարտել եմ դպրոցը, աշխատել եմ 2 տարի աշխատել եմ բանկում, դրանից հետո սկսել եմ արդեն ելույթ ունենալ տարբեր ռեստորաններում, որպեսզի ինքս ինձ ապահովեմ, իմ կյանքը ապահովեմ եւ այն ամեն ինչի ինչի հիմա ես ունեմ, այն ամենը ինչին ես հասել եմ, կարելի ասել դա իմ ուժերով է, անգամ իմ ծնողներից ես երբեք ինչ որ ֆինանսական աջակցություն չեմ ստացել, իհարկե այս ժամանակաշրջանում օգնել եմ, որովհետեւ այստեղ աշխատանք չկար, բայց ինչը վերաբերվում է այն մեղադրանքներին մեկնաբանություններում, որ ես ինչ-որ ապահով ընտանիքից եմ, որ իմ հայրիկը մեկնեց Մոսկվայից եկավ Երևան, մասնակցեց համերգին, գումար առաջարկեց Շանթ հեռուստաընկերությանը, այդ իսկ պատճառով ես հասել եմ եզրափակիչ, ճիշտ ասեմ, շատ կուզենայի, որ այդպես լիներ։ Պապ ջան, մյուս անգամ անպայման զբաղվիր այդ հարցով, որովհետև չգիտեմ, կարող է դու թաքնված միլիոնատեր ես, ես այդ մասին չգիտեմ, ինչը վերաբերվում է նրան, որ ես արտերկրից եմ եկել, այդպիսի մեկնաբանությունները եղել են ավելի շատ, քան հարուստի տղա լինելու մասին մեկնաբանությունները, ինչու, որովհետև մարդիկ մեր հասարակությունը համենայն դեպս մեծամասնությունը չեն ընդունում այն հայերին, ովքեր գալիս են արտերկրից, սփյուռք հայերին։ Չգիտեմ ինչով է դա պայմանավորված, բայց ես մտածում եմ, որ այդ սխալ է, որովհետև եթե իմ անձնագիրը կարմիր է, ոչ թե կապույտ, դա չի նշանակում, որ ես հայ չեմ։ Ես հայրենասեր մարդ եմ ու ժամանակին եղել են պատճառներ, որ մենք լքել ենք Հայաստանը, ես եղել եմ 13 տարեկան։ Իսկ հիմա ես հասկանում եմ, որ այս նախագծից հետո ես պետք է մնամ հայրենիքում, պետք է շարունակեմ իմ գործունեությունը
մասնակցությունը հայրենիքում եւ ինչպես ասեցի, չգիտեմ, եղել եք եզրափակչի համալիրում թե չէ, ասեցի, որ այսուհետ շոուն պետք է շարունակվի միայն ձեզ համար եւ ես խոստանում եմ, որ այդպես է լինելու։ Հայրենիքում շարունակելու եւ առհասարակ ապագայի մասին մեր քննարկումը երկրորդ հարցի շրջանակում։ Հիմա լսում ենք հաջորդ հարցը։ Լսենք։ Քանի հայ է ապրում Ռուսաստանում պաշտոնական տվյալներով։ Սիրտը զգում էր, տեսար չէ։ Ռուսաստանում քանի հայ է ապրում, Մինաս ջան, այդքան ապրել ես այնտեղ, ասա վիճակագրությունը մեզ։ Ամբողջ Ռուսաստանը դաշնությունում։ Միլիոնն անցնում է։ Ինձ թվում է, հա, ես գիտեմ, որ ամենամեծ համայնքն է աշխարհում, նույնիսկ Լոս Անջելեսի հայ համայնքի թիվն է գերազանցում։ Հա, այդ մասին ես էլ գիտեմ, բայց ուղղակի հասկանանք ինչ թիվ գրել։ Ես գիտեի Մոսկվայում ինչքան հայություն կա, բայց միլիոնից ավել է Մոսկվայում։ Իսկապես, դու պիտի հաշվի առնես, որ ըստ էության ռոբոտը մեզ հարցնում է պաշտոնական վիճակագրության մասին, դե որովհետև գիտենք միգրանտի կարգավիճակ ունեցող հայերը բավականին շատ են։ Այո։ Պատրաստ ենք։ Այո։ Պատտեցինք։ Մինասի կարծիքով 3 միլիոն, իմ կարծիքով 1.5 միլիոն։ Հա, կետը դրել եմ 1.5։ Լսենք ճիշտ։ Իսկ դու պատասխանները չգիտես, չէ՞, չես պատրաստվել։ Ռուսաստանում 2021 թվականի տվյալներով ապրում է մոտ 950,000 հայ։ Սա պաշտոնական տվյալն է, ինչը Ռուսաստանում ունենք ժողովուրդ։ Մնացած բոլոր այդ քո թվերով միգրանտներ են Ռուսաստանում։ Դու ռուսական եւ ոչ միայն ռուսական բեմերը նվաճելուց հետո եկար Հայաստան։ Ինչպիսին է հայ հանդիսատեսը, տարբերություններ կան ակնհայտ։ Տարբերություն կա միանշանակ, առաջին հերթին դա ջերմությունն է, որ ես ստացել եմ հայ հանդիսատեսից, որովհետև ինչպես բոլորս գիտենք, ռուս հանդիսատեսը եւ ոչ միայն հանդիսատեսը, այլ ազգը ավելի սառնասիրտ, այսպեսի առանց էմոցիաների։ Միակ բանը, որ ինձ խանգարեց երևի թե այստեղ, դա այն էր, որ ինչպես արդեն խոսեցինք, ինձ սկզբի շրջանում չէին ընդունում որպես հայ։ Դու ասացիր դա, ես հասկանում եմ այդ տեսակետը, բայց ես մի ուրիշ կողմից նայելով հարցին, նաև գիտեմ, որ կա սինդրոմ մեր ազգի մոտ, որ եթե դրսից է եկել լավ ընդունենք, ջերմություն ապահովենք, մնա, չթողնենք գնա։ Այ այդ կողմից չես զգացել։ Ես զգացել եմ արդեն սկսած երևի նախագծի կեսից, երբ որ արդեն սկսել էին գալ համերգների փուլը եւ արդեն ես հանդիսատեսի հետ հանդիպում էի տետատետ, այսպես ասած, մեր նկարանումներից հետո մենք դուրս էինք գալիս, շփվում էինք բոլորի հետ, այդ արդեն զգացել եմ, իսկ երբ որ նոր էր սկսվել նախագիծը ու ես հանդիսատեսին դատում էի միայն մեկնաբանություններով, ես հասկանում էի, որ մեծամասնությունը այդքան էլ կողմ չի իմ մասնակցելուն, շատերը գրում էին, որ եթե նրան տանք հաղթանակը, ինքը վերցնելու է իր հաղթանակը, գնալու է հետ Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա կարծիքս մի քիչ փոխվել է, իհարկե կան տոկոսային այդ մարդիկ, ովքեր որ դեռ այդպես են կարծում, անգամ եզրափակչից հետո կան մեկնաբանություններ, որ լավ է, որ ինքը չհաղթեց, որովհետև, այսպես ասած, նորից թողնելու էր գնար, բայց ապագան ամեն ինչի մասին կխոսի, ամեն ինչ ցույց կտա։ Հիմա արդեն ես աշխատում եմ իմ երգի վրա, առաջին հայալեզու երգն է լինելու։ Լիանա Թորոսյանը, մեր շատ սիրելի հանդիսատեսներից մեկը եւ շատ տաղանդավոր կոմպոզիտոր, լսելով ինձ նախագծի շրջանակներում կապ է հաստատել, նվիրել է երգ, որի վրա մենք հիմա աշխատում ենք։ Տեսնում ես ամեն ինչ անում են, որ մնաս, մինաս։ Այո, տեսահոլովակը արդեն նկարահանված է, փոքրինչ post-production այդպես աշխատանքներ կան անելու։ Լիանա ջան, շատ շնորհակալ եմ։ Մինաս հայ հանդիսատեսի ու մեր ժյուրիի մասին խոսեցինք եւ զրույցի սկզբում ասացիր, որ քեզ ազգային խտրականությամբ դուրս են թողել նախագծից։ Մի քիչ կներկայացնես ինչի մասին է խոսքը։ Ես գիտեմ, որ Բելարուսում բավականին կոշտ քննադատություն եղավ ժյուրիի կողմից քո նկատմամբ, չգիտեմ դրա մասին իր ասում թե չէ, բայց ներկայացրու մի քիչ հայերի հանդեպ ինչ խտրական վերաբերմունք ես արժանացել։ Իրականում, երբ որ գնացել եմ մասնակցելու Բելարուսի X Factor-ին, այնտեղ կոչվում է Factor Pie, դա անալոգն է։ Ես հասկացել էի, որ մեծ են շանսերը հաղթելու համեմատած մնացած մասնակիցների, բայց ֆորմատով նորից գոյություն ուներ քվեարկություն, չգիտեմ ինչքանով էր դա ճիշտ թե չէ, որովհետև լինելով ներսում
ներքին այդ խոհանոցը հասկանալով ես տեսնում եմ ակնհայտ սցենարի գոյությունը, անգամ ժյուրի անդամները բոլորը նստած էին ականջակալներով, նրանք լսում էին թե ինչ պետք է մեկնաբանել, ինչ պետք է ասել, ում ասել այո, ում ասել ոչ, այդ ամեն ինչը ես հետո եմ արդեն հասկացել, անալիզ արել ինքս իմ մեջ, հետո իմ այդ նախագծի իմ ամեն ժյուրի անդամն ունի իր թիմը, ես Սիրոգայի թիմից էի, նրա հետ զրուցելուց հասկացա, որ գոյություն ունի սցենար, որի սցենարի շրջանակներում պետք է ինչ-որ մեկը հայերից լքեր նախագիծը, երկրորդ գալահամերգի ժամանակ, ու դա նախագծի ամենահզոր ձայներն էին, ես ու Էլեն Բադալյանը, ու այնպես ստացվեց, որ նրանց ասել էին բաժանեն ձայները 2-2, որպեսզի բացեն ծրարը եւ տեսնեն ով է ավելի քիչ ձայն հավաքել, բայց մեր շատ սիրելի Օլգա Բուզովան, ով որ մեր հայրենակիցների հետ է աշխատում, որոշեց փոխել սցենարի կանոնները եւ քվեարկեց իմ դեմ։ Լքեցի նախագիծը, որովհետեւ ես էլ էի հայ, Էլենն էլ էր հայ, երկուսս էլ Մոսկվայից էինք, պետք է լիներ ավելի քիչ մարդիկ ուրիշ երկրից եւ այլազգի ներկայացուցիչ, այո։ Դե լավ, Աստված իրենց հետ։ Չեմ էլ ուզում շարունակել նույնիսկ այս թեմայով, որովհետև այդ անարդարությունները կան ու լինելու են, կարևորը դրանց առաջ կանգ չառնելն է, ինչպես դու արեցիր։ Հիմա լսում ենք հաջորդ հարցը եւ պատրաստվիր, տաքացրու ձայննալարերդ, որովհետև շուտով դու երգելու ես մեզ համար։ Մեդիա հարթակներում բովանդակության քանի տոկոսն է սպառվում ձայնն անջատած վիճակում։ Դու սկրոլ անում ես ձայնն անջատած վիճակում, ես օրինակ հաճախ։ Չէ։ Միշտ լսում ես ինչ ես նայում։ Հա, հետաքրքիր է։ Ձայնն անջատած վիճակում երբեք չէ, առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած։ Ես շատ գիտեմ մարդիկ, որոնք ուղղակի թերթում են օրինակ Instagram-յան ռիլերը առանց լսելու ձայնը։ Նույնիսկ YouTube-ում կա այդպիսի տենդենս, որ գնալով աճում է։ Քանի տոկոսը, Մինաս։ Լավ, պատտենք Մինաս։ Մինասի կարծիքով 35%-ը, իմ կարծիքով կրկին ավելի մեծ թիվ 51%-ը, լսենք ճիշտ պատասխանը։ YouTube-ում եւ TikTok-ում բովանդակության 70%-ը սպառվում է ձայնը անջատած վիճակում։ Դե ես ասեցի ժողովուրդ, որ այսօր պարտվելու եմ, էլի, այդ հատուկը։ Ինչ ես պարտվողի տրամադրությամբ եկել եւ հոգեբանությամբ։ Ոնց որ իմ ամբողջ կյանքի ընթացքում եմ ես հոգեբանությամբ։ Ես գնահատում եմ հումորով մարդկանց։ Իրականում ես կարծում եմ, որ ամեն ինչ ունի իր տեղն ու ժամանակը։ Մինաս, ինձ թվում է դու այնպիսի մի մեգա շոուում ես հաղթելու, որ այս բոլոր պարտությունները ջրելու ես գնա։ 2-1 հաշիվ ունենք այս պահին արձանագրված, բայց դեռ ամեն ինչ առջևում է, եւս 2 հարց ունենք, դեռ կկարողանաս շտկել իրավիճակը։ Հիմա պիտի երգես երգ, որը ամենաշատն ես սիրում։ Այս պայդրությամբ։ Թե ընդհանուր։ Եկեք այս պայդրությամբ։ Իրականում շատ տենց ֆանատիզմով երբեք չեմ տառապել, բայց երևի արդեն 2 տարի է, որ ունեմ սիրած երգ, որը որ ես կատարել եմ հայ սուպերստարի շրջանակներում, որը որ լայն տարածում ունեցավ, դա Արա Մարտիրոսյանի «Մի գնա» երգն է։ Այո։ Մի փոքր հատված չէ։ Իհարկե։ Մի գնա, թե սիրում ես, մի գնա, հեռանալը միշտ էլ կա, բայց վերադարձի ճամփա ցավոք չկա, դու մի գնա, թե սիրում ես, մի գնա, կունենաս գուցե ներկա, բայց սիրո գրկում մեծ բացակա։ Սիրո գրկում ես դեռ բացակա ունեմ, բայց ինձ բացակա չդնեք էլի։ Չենք դնի, իհարկե։ Չէ, քո մասն էի ասում։ Հա։ Դե հիմա։ Դե լավ։ Կյանքը։ Ոչ մեկից թող բացակա չդնեն, հատկապես սիրո գրկում։ Հիմա երգում ես երգ, որը ամենաշատն ես ասոցացնում մանկության հետ։ Սովորաբար օրինակ դրսում ապրող հայերը ինչ որ հայկական երգեր են, չէ՞, շատ լսում տանը, որպեսզի այդ հայկականությունը պահպանեն տանը։
Դե իրականում իմ մանկությունը անցել է Հայաստանում։ Հա, 13 տարեկանում էի տեղափոխվել։ Այո, մանկությունս անցել է Հայաստանում, ինչ երգ, մինչև Մոսկվա տեղափոխվել է, ես երգել եմ միայն ժողովրդական երգեր։ Ժողովրդական։ Թամամ աշխարհ պտուտեկա չթողի հաբաշնասանի չտեսակ ու դիտարին պես տուն նիպուն է բաշնասանի թե խամհակնիս, թե զարհակնիս կուշինիս խում աշնասանի են դու համար կուտից նողը ասում Լավ էր, ծափահարում ենք, շատ սիրուն։ Դու կարող ես շարունակես ժողովրդական երգի ժանրում։ Հնարավոր է, հա։ Լավ, կողմնորոշում ես ռեալ։ Ավելի շատ հիմա փոփ երաժշտության մեջ եմ, փոփ ժանրի մեջ եմ, բայց կարծում եմ, որ իմ երգարվեստի ընթացքում, այդ կարիերայիս ընթացքում անպայման կլինեն ժողովրդական գործեր, ինչու՞ չէ նաև մեր գոհարները, որոնք որ արդեն ապրում են հազարամյակներ։ Լավ, Մինաս, հաշիվը 2-1 է հոգուտ ինձ։ Գնում ենք հաջորդ հարցն ենք լսում, որպեսզի կարողանաս հավասարեցնել հաշիվը։ Ինչ որ բան դիտելիս քանի վայրկյան է մարդու ուշադրության տևողությունը։ Հա, թվային աշխարհում շատ կրճատվել է այս թիվը։ Ուշադրության տևողությունը, այսինքն նայում մոտավորապես այդ վիդեոն քեզ քանի վայրկյանում է գրավում։ Հա։ Երևի, լավ, չասեմ, պետքա գրեմ, չէ՞։ Պտտեմ, հա, արդեն։ Պտտենք։ Հա, գնացինք։ 1.5 վայրկյան։ Հա։ Իմ մոտ այդպես է։ 1.5 վայրկյան հետո արդեն անցնում ես այդ վիդեոն։ Հա, եթե չի գրավում, միանգամից կարող եմ թերթել։ Ես մի 3 վայրկյան եմ գրել, բայց երևի ես էլ եմ։ Շատ արագ կադրը ինձ կամ ասում է շարունակիր, կամ ասում է փոխիր։ Լավ, տեսնենք աշխարհում ինչ տենդենսներ են։ Ժամանակակից թվային միջավայրում մարդու միջին ուշադրության տևողությունը նվազել է, հասնելով 8 վայրկյանի։ Այդ ինչքանից է նվազել, որ հասել է 8 վայրկյան։ Ես էի մոտ։ Այո։ Գիտես չէ ինչ եղավ։ Այո։ Էլ հաղթելու շանս չունես։ Ինչպես միշտ։ Շարունակի։ Տրավմաներս ավելացրու։ Այո, եւս մի պարտություն եք գումարում Մինասի պարտությունների։ Չէի պատրաստվել ժողովուրդ։ Ինչին։ Պարտությանը։ Չէ, ես հումորային հաղորդմանը։ Անեկդոտ պատմի մի հատ։ Ես։ Հա։ Չնայած նրան, որ ես գյումրեցի եմ, ես այնքան հերո եմ այդ ամեն ինչից։ Իսկ բարբառով բառեր գիտես։ Իհարկե, իսանուրդ է, իսկ եղնի որ։ Ուրդից։ Ուրդից կեղնի լեննականից։ Դե լավ, մի քանի բառ ասա գուշակեմ։ Ես էլ եմ գյումրեցի։ Լախանա։ Այդ գիտեմ այդ հեշտ բառերը։ Ուչուլուղ։ Գազար։ Դժվար բառ կասես։ Սայլուկ։ Սայլուկն է գիտեմ, այդ սաղաշխարը գիտի։ Դարի դու ասա։ Չախլամա։ Խաշլամա։ Չէ, չախլամա։ Այդ չգիտեի։ Ճլորթիկը գիտես ինչ։ Ճլորթիկ, բայց այդ մեր բարբառով։ Իհարկե։ Ի՞նչը։ Չգիտեմ գրական հայերենով ոնց են ասում, կարուսել, ճոճանակ, այ։ Ճլորթի։ Ճլորթիկ։ Հəbə, պաբս ուներ, գոմը սարքել էր երեխեքի համար։ Գոմը։ Ավելի արմար տեղ չկար։ Քո համերգների ժամանակ քո ամենահուզական կետը հենց քո մայրն էր։ Անընդհատ այդ թեմայով երգելիս դու հուզվեցիր, լացեցիր, մեզ բոլորիս լացացրիր։ Միշտ որ խոսում էիր կարոտի մասին էր քո խոսքը։ Ինչն էր քեզ այդքան տանում հեռուներ։ Ի վերջո մի քանի ամիս էր ընդամենը բաժանումը։ Մի քանի ամիս էր բաժանումը, իրականում միշտ երազել եմ մենակ ապրելու մասին, բայց երբ որ տեղափոխվեցի Հայաստան, հասկացա, որ մի ամիս հետո ես հասկացա, որ արդեն ասենց գլուխս պատերին եմ տալի միայնակությունից, անգամ հիմա երբ որ ես հասկանում եմ, որ իմ գործունեությունը Հայաստանում է, ես չեմ պատկերացնում այդ երկարատև բաժանումը, մայրիկիս հետ շատ կապված եմ, որովհետև փոքր ժամանակ, երբ որ հայրս արտերկրում աշխատում էր, ես մայրիկի հետ եմ մեծացել, ես 3 տարեկանից երևի պապային տարին մեկ անգամ էի տեսնում, նոր տարուն ձմեռ պապիկի նման գալիս էր։ Իսկ հետո արդեն երբ որ ես 16 տարեկան էի,
սկսվեցին առողջական խնդիրներ մայրիկիս մոտ, այդ ամբողջ ճանապարհը մինչև հիմա անցել եմ մայրիկիս հետ։ Ես գիտեմ, որ նա չէր կարողանում Հայաստան գալ նաև հենց առողջական խնդիրների պատճառով, ինչը քեզ համար նաև շատ հուզիչ էր։ Այո, բայց ի վերջո եկավ մայրիկը, հասավ որ գալահամերգներ արդեն 11-րդ գալահամերգներ, երբ որ ես հայտարարեցին, որ ես դառնում եմ եզրափակչի մասնակից, կարևոր էր հենց որ մայրիկս լիներ հենց այդ ժամանակ, չգիտեի կհասնեի մինչև այդ թե չէ, բայց ուրախ եմ, որ մայրիկս իր երկարատև բուժումից հետո վերականգնվեց, կարողացավ գալ Հայաստան, հիմա նաև իմ կողքին էր, հետո նաև ժամանեցին եղբորս հետ, ավագ եղբորս հետ հոկտեմբերի 4-ի համերգին մասնակցելու համար։ Դժվար է, իհարկե դժվար է, երբ որ հասկանում ես, որ քո կյանքի ամենաթանկ մարդը հիմա առողջական խնդիրներ ունի, բայց մենք աշխատեցինք, արեցինք ամեն ինչ, տվեցինք ուժ մայրիկին, որպեսզի նա կանգ չառնի ու վերականգնվի ու փառք Աստծո, փառք Տիրոջը, որ մենք հիմա արդեն առողջ ենք, այդպես ասեմ, էնքով, որովհետև մենք ընտանիքով ենք պայքարել այդ ամեն ինչի համար։ Փառք Աստծո, թող առողջ լինի մայրիկը եւ երկար վայելի քո հաջողությունները, որոնք բնականաբար շարունակական են լինելու, մենք լսում ենք վերջին հարցը։ Կենտրոնացիր, որ գոնե խոշոր հաշվով չպարտվես։ Տղամարդկանց քանի տոկոսն է ակտիվ վիդեոխաղեր խաղում եւ համարում դա սթրեսը հանելու միջոց։ Իմ ճանաչած բոլոր տղամարդիկ վիդեոխաղերի սիրահար են։ Ես բացառություն մասնավորապես։ Ես բացառություն եմ, որովհետեւ մենք 2 տարի առաջ եղբորս հետ գնացինք PlayStation, չգիտեմ ինչի ինքը որոշեց, որ պետքա լինի մեր տանը, խաղացինք հենց այդ օրը ու հիմա, այսպես ասած, փոշեկուլ է դարձել։ Պիլիսբորնիկ, ոնց որ ասում են ռուսները։ Ինքն էլ չի խաղում դու էլ։ Լավ, բայց ամեն դեպքում աշխարհում տենդենսներն այլ։ Այո, իմ ընկերների 99%-ը անցկացնում են իրենց ազատ ժամանակ այդ համակարգչային ինչ որ խաղերի։ Всё, պատտենք, հա։ Պատտեցինք։ Մինասի կարծիքով 79%, իմ կարծիքով 53%։ Ցավոք, բայց 79։ Հա, ինձ թվում է, որ իսկապես ավելի բարձր թիվ է, լսենք։ Տղամարդկանց մոտ 66%-ը պարբերաբար խաղում է վիդեոխաղեր եւ դրանք համարում սթրես հանելու լավագույն միջոց։ Ես մոտ ես մաթեմատիկայի շատ վատ եմ։ Մեզ հուշեցին, Matching զգացինք, որ մենք նույն չափով ենք հերու ճիշտ պատասխանից։ Ես միավորը տալիս եմ քեզ, որպեսզի Չէ, արի արդար լինի ամեն ինչ։ Թող դենք հաշիվը այնպես ինչպես կա։ 3-1։ Ավելացրու քեզ մի բալ։ 4-1։ Այո։ Դա իր ջենտլմեն եմ, ինչ անեմ։ Գյումրեցի են։ Գյումրեցի ջենտլմեն, հա։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, Մինաս։ Ես էլ շատ շնորհակալ եմ։ Շարունակելու ես մնալու ես Հայաստանում։ Այսպես ասեմ, ես հիմա արդեն երկրորդ երգի վրա եմ աշխատում, երկրորդ տեսահոլովակը արդեն պլանավորած է։ Սպասեք։ Սպասեք Մինասի նոր 2 տեսահոլովակներին, մեծ հաջողություններ գրանցելուց հետո նորից ենք հյուրընկալելու, իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։